Համաձայն Վրաստանի արդարադատության նախարարության որոշման ապրիլի 1-ից մինչև մայիսի 1 անվճար վրացական անձնագիր ու էլեկտրոնային վկայական կարող են ստանալ հիմնմուշի նույնականացման քարտ ունեցող բոլոր քաղաքացիները։ Այսօր Թեհած Սուլուկյանի որոշման մասին մեզ ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրեց պետական սերվիսների զարգացման գործակալության Նյոճմինդայի քաղաքացիական առևտրի ծառայության պետ Սերգեյ Կարախանյանը։ Ես էլ եմ ուզում ողջունել մեր բնակիչներին եւ հայտնել լավ լուր, որ համաձայն մեր արդարադատության նախարարի Տիգին Թեհած Սուլուկյանի նախաձեռնությամբ ընթանում է ակցիա, ուրեմն ակցիան սկսվել է ապրիլի 1-ից եւ կտևի մինչեւ մայիսի 1-ը, մի ամսվա ակցիա է։ Ակցիան վերաբերվում է ուրեմն նախ առաջինը ուզում եմ ընդգծել, որ ցանկացած մեր ակցիաները վերաբերվում են Վրաստանի քաղաքացիներին։ Նույնպես այս ակցիան էլ է վերաբերվում Վրաստանի քաղաքացիներին։ Ուրեմն մեր Վրաստանի քաղաքացիք, ով որ ունեն հին ձևի, այսինքն ոչ էլեկտրոնային անձը հաստատող փաստաթուղթ, պահանջը դա է եւ այդ փաստաթղթի ժամկետը պիտի լինի, այսինքն այն ժամկետ, այսինքն իր գործողության ժամկետը պիտի լինի այն ժամկետ, այնտեղ գրած է ուվադո, այսինքն այն ժամկետ։ Այդ քաղաքացիները կարող են օգտվել այս ակցիայից, փոխել իրանց այդ ոչ էլեկտրոնային անձը հաստատող փաստաթուղթը էլեկտրոնային անձը հաստատող փաստաթղթով եւ նաեւ գումարած կարող են նույն այդ քաղաքացիները, նույն այդ անձինք ստանալ անվճար կենսաչափական պասպորտ, այսինքն բիոմետրիական մեր անձնագիրը, պասպորտը։ Վերոնշված անձնագրի անվճար տրամադրումը վերաբերում է միայն հիմնմուշի առանց ժամկետի նույնականացման քարտեր ունեցողներին, այսինքն այն անձնագրերին, որոնցում տրման տարեթիվը նշված է, սակայն չնշված անձնագրի փոխման տարեթիվը։ Հիշեցնենք, անձնագրի փոխման հետ կապված այս տարվա արդեն երկրորդ ակցիան է։ Իհարկե շատ կարևոր է ակցիաների ներմուծումը մեր առօրյա ամեն ինչ գործնականի մեջ, հիմնականում ինչ է վերաբերում անձնագրերի փոփոխման համար, այսօրվա դարությամբ փաստաթղթերը ժամանակի հետ գնալը փաստաթղթերի նորամուծությունը դա պետք է բոլոր քաղաքացիներին տարբեր հարցերում, տարբեր գործարքներում օգտագործվող փաստաթղթերը դա անձնագիրն է, դա ամենաառաջ կարևոր նշանակություն ունեցող փաստաթուղթն է, որը շատ կարևոր է, իսկ մեր պետությունը աջակցում է քաղաքացիներին եւ նմանատիպ ակցիաների միջոցով փորձում են ինչ-որ չափով թեթևացնել քաղաքացու հոգսը։ Ակցիա, որը տրվում է անձնագրերի համար, անժամկետ անձնագրերի, այսինքն եթե մեր գիտակցական պրոցեդուրայով ասեմ, կորշկաների մասին է անձնանում խոսքը, կա որ մարդիկ նախկին, այսպես ասած, տարիներին ստացել են այդ կարգի անձնագրեր ու ներկայիս ունեն ձեռքերի տակ, բայց որ մեր արդարադատության նախարարությունը նկատառում ունենալով ինչ-որ, այսպես ասած, ավելի ժամանակակից նկատառումներով հանդերձ, որովհետև առանց փողի է, էդ էլ ասեմ, ծախսերը լրիվ վերցված իրենց վրա ու ներկայիս ինքը առաջարկում է քաղաքացիներին, ովքեր ունեն այդ կարգի անձնագրեր, թող կամ փոխարենեն նորով, որը ավելի, այսպես ասած, մատչելի է իրենց համար։ Նույնիսկ բոլոր մեկը փառքաստու գիտեն հավանաբար, Թուրքիա գնալու համար հավանաբար գիտեն, ես կրկնում եմ, այդ կորճկայով նույնիսկ անցակետը, մաքսային անցակետներն անցնում են։ Կուզեի ասել, հարգելի ժողովուրդ, ով որ ունի ցանկության դեպքում ոչ ստիպողական, համեցեք անձնագրային բյուրո փոխելու համար այդ, այսպես ասած, անժամկետ անձնագրերը։ Փաստաթուղթը փոխել ցանկացողները կարող են դիմել արդարադատության տներ պետական ծառայությունների զարգացման գործակալության տարածքային բաժանմունքներ։